Ողջույն քեզ մայր ողորմության, ողջույն քեզ, որքան քաղցր գնչեն այս բարերը, ողորմած մայր, անհունորեն ողորմած գտած, այսինքն սիրող մայր։ Բայց այս սերը եւ ողորմությունը անոնց է, որ ընդհանրապես կհասկանանք, թե կհավատանք կամ հավատացին եւ իրեն եւ իր մանավանդ իր որդին Քրիստոսի։ Բայց մայր ողորմության է նաեւ բոլոր անոնց, որ չեն հավատալ դեռ չեն ջանցած Քրիստոսը եւ հետեւաբար իրենք դեռևս ավելի պետք ունին այդ սիրուն, այդ գտության, այդ ողորմության։ Բայց չեմ գիտեր նաև, եթե մենք իսկապես հասկացած ենք իմաստը բարության, ողորմածության եւ սիրուն։ Եթե մենք իսկապես հասկացած ենք ինչ է սերը։ Եվ եթե հասկացած ենք, դեռ ավելի լավ, կնշանակե, որ պատրաստակամություն ունենք նաև փոխադարձելու այս զգացմունքը, որպես հարազատ փոխադարձ սիրո աղբյուր, մոր եւ զավակի միջեւ։ Մտածեցեք, չեմ գիտեր որքանով կհասկանանք, մայրերը դեռևս մեզ մե ավելի հասկանան, ինչ կնշանակե սերը իր որդին, իր զավակին։ Բայց չեմ գիտեր զավակները որքան երախտաբարն են իրենց ծնողներուն, բայց ոչ Քրիստոսի բարակային, որովհետև այսօր գտնենք վերափոխումը։ Բադվեց իր մայրը, ոչ միայն բադվեց վերափոխմամբ, այլ բադվեց նաև խաչին վրայեն, երբ իր մորը ասավ Ահավասիկ Հովանեսին ագնարգելով Ահավասիկ քու զավակդ այսօր։ Հետևաբար այսօր մենք ենք զավակները նաև Աստվածամոր։ Եվ վստահ եմ, որ մարդկորեն մտածելով մենք քիչ թե շատ գիտակից ենք եւ կհասկանանք իմաստը այս երկու բառերուն։ Եվ սակայն պետք է իմանալ, որ աշխարհիս վրա հեջուկս այս բոլոր գիտակցության եւ հասկացողության եւ դերևս փոխադարձ սիրուն այն ողորմության գտության, որ ունի մայրը մեզի անտեպ, կան նաեւ դեր մարդիկ, որոնք Սուրբ Պետրոսը իր նամակներում մեջ կգրե մի լակ այլևս գեղձավոր, չարակորձ, չարախոս, պամպասող, անգամը որ ջանցակ, անգամը որ ընդունեցակ, եղեք ճիշտ հակառակը։ Եվ այսօր ինչ որ մենք այս քաոսի մեջ որ գաբրենք աշխարհիս, ուր սուդը, ոճրագործությունը եւ բոլոր այդ կստմնելի արարքները, որոնք կգործվին մարդկության թեմ, մենք այդ մթնոլորտի մեջ կապրենք։ Եվ այս մթնոլորտեն մենք պետք է տանք այդ քերեցիկ ծաղիկը, որպես երախտագիտություն, որպես փոխադարձ հարաբերություն։ Եվ այսօր մտածեցի հատուկ բանը ընել, որպեսզի իսկապես մենք ամենքս գիտեք, երբ որ գերտանք մեր դարետարցներուն, դոներուն, շնորհավորելու, ոչ մեկը բարապ ցերկով կուկա, չէ։ Միշտ նվեր մը գանեն, նույնիսկ եթե աժանոց է, բայց նվեր մը գա։ Այսօր մտածեցի, ցեզ մի ամեն մեկում մեկ վարդ մտալ, եւ վարտերը պատրաստ են։ Եվ ամեն մեկը ցեզ մի որ կա Սուրբ հաղորդության,
անցնի աստվածամոր արձանին, նայի անոր աչքերուն եւ դա իրեն այդ ծաղիկը։ Բայց ուրիշ նվեր մնալ գուզեմ միասին դալ մեկ նվեր։ Դալ առանց բանջելու, առանց խնդրելու ովևէ բան մը։ Եվ գիտեք ինչ է նվերը որ գնանք ընել, պիտի խնդրեմ ձեզ մե։ Ոտքի գնանք ամենքս հիմա։ Եվ այս նվերը որ պիտի դանք իրեն, ողջույն քեզն է, որ այնքան գսիրեինք։ Բայց ամենքս միասին պիտի ասենք։ Առաջին մասը, երկրորդ մասը խնդրանք է Սուրբուհի Մարիամը։ Ողջույնը ամբողջությամբ իրեն է։ Եվ սկսենք, ողջույն քեզ Մարիամ, միայն առաջին մասը։ Ողջույն քեզ Մարիամ, լի շնորհով դերն քեզ, օրնյալ ես դու իգանայես եւ օրնյալ է բդո որովայնի քո Հիսուս։ Ողջույն քեզ Մարիամ, լի շնորհով Ես գարձեմ որ Աստվածամայրը սիրով ընդունեցավ ձեր նվերը։ Շնորհակալություն իր գոմեն եւ շնորհակալություն իմ գոմես։ Հրամեցեք։